Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը Ստամբուլի բնական պաշարների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ։ Բայրակթարը նշել է, որ քննարկել են նավթի, բնական գազի, էներգետիկայի, տարածաշրջանային էներգետիկ կապուղիների եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացվող քայլերը։ Իրանական ռազմական աղբյուրը Թասնիմին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են նոր ռազմական գործողությունների, եթե Միացյալ Նահանգները կամ նրա դաշնակիցները թշնամական գործողություններ ձեռնարկեն։ Իրանը զգուշացրել է, որ ցանկացած հարձակում կհանգեցնի ավելի առաջադեմ երրորդ փուլով պատասխանի, որը կներառի նոր զենքեր, մարտավարություն եւ հնարավոր է ավելի լայնածավալ գործողություններ։ Շվեդիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն ու իր դաշնակիցները պետք է ունենան պլան B Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, եթե Թեհրանը հրաժարվի վերաբացել միջազգային առևտրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին եւ փորձի այնտեղ սեփական կանոններն ու տուրքերը սահմանել, ապա միջազգային հանրությունը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել։ Մարկո Ռուբիոն հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Իսրայելի մշակույթի եւ սպորտի նախարար Միկի Զոհարը հարցազրույց է տվել իսրայելական Սրուգիմ լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Թուրքիան պետք է համարվի թշնամի պետություն, քանի որ Անկարան կարող է լինել Իսրայելի հաջորդ խոշոր տարածաշրջանային մրցակիցը։ Ըստ նրա, եթե Թուրքիան ընտրի Իսրայելի հետ հակամարտության ուղին, ապա այդ դեպքում շատ ծանր գին կվճարի։ Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքին, գրում են ռուսական ԶԼՄ-ները։ Ռուսական կողմի պնդմամբ թիրախում է հայտնվել տեղի մանկավարժական համալսարանի քոլեջի հանրակացարանի շենքը, որտեղ հարձակման պահին քնած են եղել տասնյակ դեռահասներ։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ։ Պորտուգալիայի ազգային գվարդիան ձերբակալել է ֆրանսիացի կնոջ, որը կասկածվում է իր 2 փոքր երեխաներին փողոցում թողնելու համար։ Երեխաներին այս շաբաթվա սկզբին գտել են պորտուգալական փոքրիկ քաղաքում միայնակ քայլելիս։ Ֆրանսիայի իշխանությունները համաեվրոպական խնդրագիր էին հրապարակել օգնել գտնել կնոջը եւ 4 ու 5 տարեկան երեխաներին։ Այն բանից հետո, երբ նրանք անհետացել էին Ֆրանսիայի Կոլմար քաղաքում գտնվող իրենց տնից։ Պորտուգալիայի դատական ոստիկանությունը 5 շաբթի տարածած հայտարարության մեջ նշել է, որ երեխաները հայտնաբերվել են 3 շաբթի Ալկասեր դու Սալ քաղաքի ճանապարհին։ Նրանք ըստ երևույթին կորել են, երբ մայրը նրանց լքել է։ Կնոջից բացի ձերբակալվել է նաև 55-ամյա տղամարդ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։